Ողջույն բոլորին երեխեք ջան, կազմու պատրաստ կանգնել են ճուտոները, ստավ ինչ ես անում։ Ինչ ես անում։ Մի արա տես, տղես։ Մենք տաքսի ենք արդեն կանչում։ Մի հատ ուղի շորերը դավ։ Ինչ որ սաղ ճմրթորել ես վրեդ։ Մի հատ ուղի ես վերխը։ Կասկադը։ Հա։ Խի։ Ուրիշ բաներ ա բերում։ Դով ինչ լավն է։ Մի խոսքով կյանքերս պատրաստ են, այսօր իրանց օրն է, դավ անցած տարի բատուտ գնալուց սկսած, լդեմքը։ Ասում է բատուտ եմ ուզում, ու վերջապես եկավ այն օրը, որ նորից տանենք իրան բատուտ։ Եվ դրանից բացի մի տեղ էլ կնստենք ինչ-որ ժամանց կունենանք։ Բոլորիդ մաղթում եմ բարի դիտում, ու շնորհակալ եմ շատ, որ միացել եք մեզ։ Այո։ Մենք արդեն Կասկադի տարածքում ենք։ Տաքսին վերեցրեց, իջեցրեց, այսօր մազերս են ձիգ կապել եմ, իրականում չեմ սիրում սեն ձիգ կապել, ուղղակի երեկվա առնից հետո իրենք շատ վատ վիճակում էին, կապիտի լվային օրից վեն էի ալարում էի, կապիտի սեն ձիգ կապեի, բայց դե ասմալ լայնա ճակատս այսօր թող շողա, ինչպես երբևէ, դա, մենք է գնանք Սորիզո, Мама, что значит Соризо? Соризо стахчарана. Что значит Соризо? Мама, что значит? Это хохма, խոսում ես տավա։ Բիկիտ։ Այ սիմպո։ Հլինց նայ տեսնեմ ակնոցը։ Հենա, պապային գալիս են, արի, խորիկ ենք նենց են գնացել, անհանգիստ է։ Արի։ Let's get started. Ой, что сделано? Nice socket chapes, baby. Երեխեքին բերեցին անակնկալ հյուրասիրություն, դե որպես վլոգեր ճանաչում են, ու այստեղ վրան ձվիկ են, մեջն էլ խաղալիք կա։ Պատվիրեցի իմ սիրելի կարամելը, ճիշտն ասած երեխեք ջան, այսօր ակտիվոր այն սպասվում, так что հաստատ կծախսեմ այս կալորիաները։ Կռիվ են անում, հերը բանա բացատրում, մուննաթա գալի։ Երեխեք ջան, մենք դուրս եկանք, հա, ես չկարողացա պաղպաղակս ամբողջովին ուտեմ, որտեղ շատ քաղցր էր։ Ես իրականում իմ հիշելով պոպկորն էի պատվիրել, բայց իրենք բերել էին արախիսով, այդ տղային ասում, բայց ես ոնց որ պոպկորն էի ուզել, ասեց կուզեք պոպկորն ավելացնենք, ասեցի չէ, մեկ է տեսնեմ բերել եմ։ Այնուամենայնիվ թող ձեր մոտ մնացած շնորհակալ եմ շատ։ Երեխեքի պաղպաղակ հյուրասիրեցին, մենակ ես կամ փողոցի կենտրոնում վլոգ նկարեմ։ Խոսքով, շատ սիրալիր էին, էլի։ Վարված է ձեռքը դրա համար ցավում է։ Մենք եկանք Պապլավոկի այդ այգին, դավը բատուտնա, դա պիտի լիցքավորենք քարտը։ Իսկ աչուկան ես եմ պատմում դրա։ Մի րոպե քարտը լիցքավորենք գանք։ Դավո։ Այստեղ սենց բան կա, բայց ես կոնկրետ միշտ վախեցել եմ լողալը սրանից։ Ես կարող լողա, բայց ոնց որ խորը չի ստեղ, հա երեխեք։ Եթե խորը չի, ուրեմն չէի վախենա, գիտեք, ուղղակի ոնց որ սկիզբը խորը չի, արտաշես հետարի։ Հետո ինձ թվում է ավելի խորն է, գիտեք։ Տենց է ինձ թվում ամեն դեպքում։ Հա, մի անգամ կնստեք, չգիտեմ, եթե պապան ուզի, հատ նստեք ու գնանք մյուսներին։ Դավուկան արդեն պատրաստվում է։
Հա, կնստենք։ Հեսա քեզ էլ կնստացնեմ, սպաս։ Դե ուժեղ թռի, որ բարձր գնաս։ Գնային ապերի մոտ։ Որ համախենում ես, համուզում ես, չէ՞ դա։ Ցածր ա թռնում, անցած տարի դավային մեկն էր արել ու շատ գոհ էր։ Այս տարի դժգոհ ա մնա, գատով ասում ա, դժգոհ ա մնացել։ Արտաշեսը մեծերինն ա։ Պպզի, որ ավելի բարձր թռնես։ Իրական վատ ա թռնում շատ այս մեկը։ Պետք է աչքից նորից հերթի մեջ սպասենք այդ մեկի համար։ Հա, չէ, հա։ Գտելա ձգվում ա շատ ներքև, ապրես։ Ոտերը հոպերկոտ անելու քեզ գուշ է։ Վաու։ Հավեսա, հետո առաջ, ճիշտ է, ստենց ավելի ամպլիտուդան լավ է աշխատում։ Եկան հասան իրանց սիրելի բաներից մեկին, երկուսով տեղավորվեցին, հավեսա, բայ, էքստրիմ է, էտ իշնելու պահին սիրտը լավ կծում է, որ գորում ես ադրենալինի դուրս է գալի մեջիցից, վախենալու չի։ Իրանց սիրելի խաղերից մեկն է, դավայ, դավ, մատիկներդ մենակ զգուչ ցավացնես տղես։ Կայլ բնականաբար գումարը չհերիքեց, 6000 էինք լցել, բայց հիմա էլի կավելացնենք, որովհետև երեխեքի հետ տենց ես չես պրսնում էլի։ Դավ ջան, ընդ ջուր կա։ Նստեցին նավը, Արտաշես այնտեղ ինքնաթիռը, հա։ Հեսա կգնաք, սպասի։ Մի բան էլ նստեն, խոր երևի են գնացք ու գնանք, էլի արդեն մարդա շատ է դառնում, ինձ օրինակ տհաճ է, որ հերթեր են երկար լինում, բան, երեխեները չի ամփեմ, ուզում եմ, արդեն դիսկամֆորտն է։ Այս վերջինը նստացնենք ու տանենք, արդեն կոնտրոլից դուրս է գալի դավը, ոգևորված աչուձախ է վազում, քանդում, ավիրում, ու չի ավիրում, մի քիչ չափազանցեցի, պրոստը երեխան ուրախ է, գերակտիվ է, ուղղակի հոգնում ես էլի դու էլ։ Всё, էս էլ հեսա նստեմ։ Հանգիստ։ Ջան։ Չկա, ասմա թելը, ընդեր ձայն կա, ասմա ջուրա, չկա։ Այս երկու աղբերը անհնար է, որ անտարբեր անցնեն, հլը, էլի ռոզվինգը։ Վայ չէ, սև մասկա, լավ, որտե մի հատ էլ ենք անի բացես դեղին, էտ էլ է ռոզ։ Всё, կլաս։ Գնացինք։ Որ գնանք կոֆե հաուս մի բան վերցնենք, մեզ մի քիչ քայլենք, որ դեից հոգնենք, տաքսի կնստենք, կգնանք։ Մտել ենք Ուրարտու հանրախանութ։ Հələ ուղիղ գնացեք, տեսնենք ինչ կա չկա։ Որից։ Այս խանութ։
Եկել ենք շրջանայինի պատժեմկա, գնա, բա դուք սոված եք, դուք պիցա եկել եք, տաշիր պիցա պետք չի, գնացեք, ես էլ չէի ուզի, ես եք ուզեի մտնել մի երկու տետր նայի իմ համար, բայց իրանց հետ մենք որոշել ենք ոտքով գնալ տուն, շախմատի տան մոտ դեռ չենք հասել, ահագին ճանապարհ արդեն եկել ենք, արի դավ, փայտ ա գտել, մի հատ էլ դու գտի փայտ ու գնացինք, դավը հիացած նայում ա այս բանի, դեկորա, չէ, վերցնել պետք չի բալես, это не настоящее, это դեկորացիա է, արի, կջղայնանան մեր վրա եթե պոկենք, արի, շատ սիրունիկ ա ամեն դեպքում, հավեսնա, հավես Հասնում ենք վերնիսաժի մոտ։ Խորենը որոշեց զանգակ պաղպաղակ վերցնի իրան ու երեխեքին, այստեղ զանգակ էին հին ձևով, այն լավ էլի, բոյով ու շոկոլադապատ, ոնց Արտաշեսը սիրում է։ Ես էլ ասեցի ինձ մի հատ ալոյի են հյութերից վերցնի, որ մեջը կտրատած ալոյ կա։ Դավն էլ այստեղ ուսումնասիրություններ է անում։ Ահա եւ մեր համովությունները։ Բալը նստել չեմ ուզում, նստենք, քայլում ենք էլի հավես։ Երեխեք ջան, ես այստեղ պատրաստվել եմ, այսօր բլոգերոց մրցանակաբաշխությունն է, թե ինչ վիճակից եմ ես ինձ հանել, թե ինչ ա կատարվել այս 2 օրերի ընթացքում, ես այդ մասին ձեզ կպատմեմ ավելի ուշ, հիմա չեմ ուզում խոսել, բայց ես ինձ այս 2 օրը այսպես կտոր հավաքել եմ, որպեսզի այսօր ներկա լինեմ այդ մրցանակաբաշխությանը, այսպես արցուզաթերս, այսական ճողերը վերջերս եմ գնել, ու նույնից եմ վերցել, որ բասանուշկայի առնում այս մրցանակաբաշխության օրվա համար սիրունաբադոկ, ինչպես տեսնում եք։ Մի խոսքով պատրաստ եմ, մի 20 րոպեից տնից դուրս կգամ ամենայն հավանականությամբ։ Չէի ուզում բաց թողնել այս օրը, որովհետև գտնում եմ, որ ցանկալի է ներկա լինես, եթե հատկապես նոմինացված ես։ Եկեք միասին գնանք, հետո երբ որ բարով խելով տուն վերադառնամ, ձեզ էլ կպատմեմ, թե ինչ էր իրականում կատարվել այս մի քանի օրերի ընթացքում։ Մենք արդեն տեղում ենք, ոնց որ տեսնում եք, երեխեք ջան, ֆոտոզոնայում նկարվում ենք ակտիվ։ Քանի մի վայրկյան երաժշտությունը ստոպ ա տրվել, ասեցի մի հատ հայտնեմ վիճակը։ Մենք այստեղ ֆոտոգրաֆների օգնությամբ նկարվում ենք, շարունակում ենք այդ սաղ անել, շուտով ներս ենք գնալու։ Կանք ներսում նստեցին, քանի որ տհաճ քամի էր դրսում ու հեչ հաճելի չէր այնտեղ գտնվելը։ Ասենց փափուկ հարմարավետ կահույքի վրա նստած սպասում ենք հրահանգներին, թե ուր պիտի գնանք եւ ինչ պիտի անենք։ Իմ աղջիկների հետ եմ, սիրուններիս հետ։ Սպասենք։ Երեխեք ջան, մենք եկանք ներս, որտեղ այսպիսի հյուրասիրություն է։ Ես ոչինչից չեմ կարող օգտվել, հետո կպատմեմ, թե ինչու։ Ընդհանուր զալը ունի այս տեսքը, տարբեր սեղանիկներից բաղկացած։ Մի խոսքով։ Մնացածը արդեն կհասկանանք ընթացքում։ Այստեղ են նրանք, ովքեր ստեղծում են բովանդակություն հոգով։ Նրանք, ովքեր ամեն օր միլիոնավոր մարդկանց են փոխանցում զգացմունքներ, գաղափարներ ու իմաստ։ Լինի դա սթորիներում, գրառումներում, թե խորովակներում։ Այսօր մենք միասին ենք ծափարելու անկեղծության, տաղանդին, խարիզմային եւ իհարկե ձեզ։ Մենք այստեղ ենք մի շատ կարևոր առիթով, ոչ թե պարզապես գնահատելու, այլ անուն տալու, բարձրաձայնելու ու մեծարելու։ Բլոգեր ավարտը մրցանակաբաշխություն է, որտեղ մենք փոխանցում ենք հետևորդի ձայները։ Չի Երևանը սա պարզապես անուն չէ, սա հայեցակարգ է, ոչ համ էներգիա, սա քաղաքի էսթետիկայի, տրենդերի և ամենակարևորը մարդկանց լուր զգացողություն է։ Քիչ անց հանակ թե ով է Սիրելիներս Ռոդենի մտածողն Աննա Մուրադի ցանկացած ոլորտում, երբ ջանքեր ես ներդնում, շատ կարևոր է գնահատված լինելը ու հատկապես երբ շատ անկեղծ ես քո գործում ու այդ անկեղծությամբ կիսում ես քո հետևորդների հետ եւ վարակում ես հետևորդներիդ քո ամռայում։ Շնորհակալ եմ բոլորիցս։
Աննան հաղթել է, իր YouTube-յան վլոգի համար եմ հիմա նկարում։ Բրավո։ Աննա, Աննա։ Հաղթել է։ Արի մի հատ է ես պայթը։ Our hearts beat to the city streets. We began to feel the fire. We rise like tall buildings as the chemicals they take us higher. The night's young and it's just begun. Երեխեք ջան, ես արդեն տանն եմ, հագել եմ տնային շատ հով մի բան, խնդրում եմ խիստ չդատեք, ուղղակի այնպես շոքած ու հոգնած եմ եկել, որ չէի կարող ավելի այսպես մի ծանր բան հագնել։ Մի րոպե դավես, ծաղիկներս ինձ հետ են, իմ տղեքը, իմ երեք տղեքը, այնքան ուրախ, դավես, հիմա ես խոսեմ հետո, հա, էմոցիաները շատ են, մի հատ խոսեմ, իմ համար շատ ուրախ են։ Երեխեք, ես հաղթել եմ Master of the Meek մրցանակը, ինքը իրանից ենթադրում է, այսպես բլոգեր, ում խոսքը ազդեցի կա, ում հետևում են, լսում են, սիրում են, հա, ու բարձրաձայնում այն ինչ-որ թեմաներ, մի խոսքով այս անվանակարգն է, այնպիսի գրուպա պայձերշկի ունե, երեխեք տարբեր անվանակարգերում հաղթողներ եղան, բայց նենց ոնց որ ինձ իմ ընկերները պայձերշկա արեցին այնտեղ, բոլորը դու արժանի ես, չգիտեմ, իմ համար այնքան ուրախացել են, այդ իմ համար մի ամբողջ աշխարհ արժեր, շատ հուզված էի, շատ եմ որ սենց իջնելուց հետո բեմից մի քիչ լաց եղա, հուզվել էի այդ պայձերշկայից, հետո չգիտեմ որ Աննա Մուրադի, սենց իմ պապայիս անունը, մի տեսակ չգիտեմ, լիքը դրական լիցքեր եմ ստացել, ահա որ երջանկության, այն որ այնտեղ ոչինչ չկարողացա ուտեմ, խմեմ, այդ սաղ զրո էր, այն էմոցիոնալ կերակուրի հանդեպ, որ ես այնտեղ ստացա, շատ երջանիկ եմ։ Ոյ, հիմա եկեք պատմեմ ինչ էր իմ հետ կատարվել այս քանի օրը ու նոր ամփոփեմ վլոգը։ Նախ ասեմ, որ այնտեղ մրցանակի հետ նվերներ եմ ստացել, տարբեր գիֆտ քարտեր են, հետո կուսումնասիրեմ կհասկանամ դրանք ինչեր են, հա։ Երեխեք բջջնից գալուց հետո ենթադրում եմ, որ ես արևահարվել էի կամ թունավորվել էի կամ երկուսը միասին ու ես ունենում եմ խայտառակ ծանր գիշեր, փսխումներ, փորլուծություն, ճնշման անկում, դեմքս սփռտնած, ջրազրկման վիճակներ, որովհետև անդադար փսխումներ եւ այլն, մարմինս թմրած ամբողջովին, ջերմություն, երկու անգամ շտապօգնություն եկավ գիշերը, երկրորդ անգամ որ կանչեցինք մտածում ենք տեղափոխեն ինձ հիվանդանոց, բայց տարբեր սրսկումներ արեցին, ասեցին մինչև առավոտ սպասեք, տեսեք ինչա նոր կտանեք հիվանդանոց, եթե չդզվի։ Անմարդկային ցավեր, հետո առավոտը Արտաշեսը ջերմեց, երեխայի մոտ էլ փսխումներ, հետևաբար ենթադրում եմ, որ իրոք բջջնիում ա եղել ինչ որ եղել ա, շատ ծանր գիշեր եմ ունեցել։ Ես այսօր մինչև վերջ մտածում եմ, որ չեմ կարողանալու գնամ, բայց սիրտս զգում է, որ հաղթելու եմ, ու ես ինձ հավաքեցի, կարողացա տեսքի բերել ու գնալ։ Հիմա էլ շատ թույլ եմ ինձ զգում արդեն վերադարձից հետո, իմ համար միջնակրուսկան շատ էր, երաժշտություն բանման, բայց շատ երջանիկ եմ, որ ես կարողացա գնամ ու այդ իմ ապրումները, իսկ հիմա միշտ կհիշեմ, որովհետև երբ որ մի գործի տես տրվում ես, այդքան սիրով, տարիների աշխատանք, ներդրում, չգիտեմ, կիսվում ես քո ամեն ինչով հետևորդների հետ, այս հաղթանակը ձեր հաղթանակն է, որովհետև նաև ձեզ հետ է կիսվել այդ նորությամբ ու իմ հետևորդների քվեարկությունների արդյունքում եմ ես հաղթել, դրա համար ես հոգաչափ շնորհակալ եմ ձեզ, շատ սիրում եմ ձեզ, գնահատում եմ ձեզ եւ ես հուսով եմ, որ մենք միասին, մեր տանդեմը միասին կլինի, կգործի դեռ երկար տարիներ ու ես դες մի 40 տարի հետո կլինեմ ամենահին բլոգերներից մեկը, որ հավատարիմ շարունակում է իր գործը։ Շատ սիրում եմ բոլորիդ, պաչիկներ եմ անում եւ եկեք այստեղ էլ այս գեղեցիկ նոտայով վերջակետը դնենք ու ավարտենք այսօրվա վլոգը։ Նախապես շնորհակալ եմ բոլոր լավ խոսքերի համար։